Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոն ազդարարեց սիմֆոնիկ անտառ նախագծի պաշտոնական մեկնարկը։ Նվագախմբի գործունեության 20-ամյակին նվիրված այս նախաձեռնությունը ունի խորհրդանշական իմաստ։ Հայաստանում հիմնվելիք նոր անտառը պիտի դառնա կյանքի, հավերժության եւ շարունակականության խորհրդանիշ։ Մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պարզապես կատարելով վճարում Իդրամնդայդի բանկ հավելվածով նպաստում է նրան, որ սիմֆոնիկ անտառում ավելի ու ավելի շատ ծառեր տնկվեն։ Սիմֆոնիկ անտառ նախագծի գլխավոր աջակիցը ID Bank եւ Իդրամ ընկերությունների համատեղ մի դրամի ուժը նախագիծն է։ Ընկերությունների ջանքերով սիմֆոնիկ անտառում կտնկվի առնվազն 6250 ծառ։ Սա առաջին քայլն է այսօրվա համերգը եւ իհարկե ունենալու ենք շարունակություն, որը որ հետագայում կտեղեկացնենք, կան շատ հետաքրքիր մտքեր, որպեսզի մեր անտառը լինի այն չափով եւ ծավալով, որը որ մենք նախատեսել ենք։ Համերգի ընթացքում ներկայացվել էր նաեւ գաղափարը, որ մի դրամի ուժը եւ սիմֆոնիկ անտառը մեկտեղվել են նույն սկզբունքի մեջ։ Ապացույցը նրա, որ փոքր, բայց միավորված ջանքերը կարող են դառնալ մեծ փոփոխությունների հիմք։ Եթե մի դրամի ուժը կյանքի է կոչում մեր երկրի համար կարևոր ծրագրեր ընդամենը մեկական դրամների միջոցով, ապա սիմֆոնիկ անտառի պարագայում յուրաքանչյուր գնված տոմս է դառնալու ապագա ծառ նորաստեղծ անտառում։ Երաժշտությունը շատ կարևոր է մարդու հոգու համար եւ նաեւ նույնպես մեր բնությունը շատ կարևոր է մարդու ապրելու համար։ Նշենք, որ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության եւ մի դրամի ուժը նախաձեռնության համագործակցությամբ արդեն իսկ տնկվել է 30,000-ից ավելի ծառ։ Երեկոյի ավարտին հանդիսատեսը վայելեց սիմֆոնիկ երաժշտության հզոր հնչյունները, գիտակցելով, որ յուրաքանչյուր ակորդից անդին արմատավորվում էր մի նոր կյանք Հայաստանի բնության սրտում։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։